Ժողովուրդ մայիսի 18-ին ժամը 7:30 եկեք սաղը Grand Stage Stand Up and Jazz Կարո Սարաջան և Արմեն Բաբասյան և երգեր ձեր խոնարհ ծառան եթե ուզում եք լավ ժամանակ անցկացնեք լավ օր ունենաք մոռացեք ձեր բոլոր խնդիրները տոմսերը թիկետ մի գնում առը գնեք մի քիչ իրար ուրախալակ ինչ եք նստել դուրակ քեզ Take a lap swing of an empty lap swing Dolly, you will never go away Hello, Dolly, this is Louis Dolly, it's so nice to have you back where you belong You're looking swell Dolly, I can tell Dolly, you're still glowing, you're still going slow I feel the room swing while the band play Our old favorite song we can bear So take a rap spell Find an empty lap spell Darling we'll never go away again Շարունակելով անցյալ եթերի թեման Թաղապետարանից տեղափոխվենք խորհրդարան Բարև ձեզ սիրելի հետևորդ, սիրելի հանդիսատես, եթե հետևորդ եք, ապա խնդրում եմ լայքերը դրեք եւ գրանցվեք ով որ դեռ հետևորդ չի, իսկ ով որ հանդիսատես է, հիշեցնեմ, որ ամսի 18-ին Grand Stage-ում խաղալու եմ Stand Up and Jazz նոր ներկայացումը, դա վերջի ներկայացումն է Հայաստան գնալուց առաջ եւ տոմսերը տիկետ միկետում եմ Մի քանի օր առաջ եմ խոսել եւ եթերս կարելի ասել դերելը թարմա, դերելը վյուա հավաքում, հա, բայց այսօր սկրոլ արեցի եւ տեսա էլի, ասենք, շիմպանզեների այսպես մի խումբ, որը որ կռիվ է անում պարլամենտում, գիտեք, ինչն է Ստեղ ինչ ես ուզում ասես, ուզում ես միանգամից ասել, որ ոչ քրեական բարքերին, որ կրթությունը նորաձև է, ասենք էլ ինչ տխմարություն է դուրս տվել իշխանությունը, այդ ամեն ինչ ուզում ես հիմա ասես եւ ուզում ես մի հատ հարց տաս ինքդ քեզ, բա էդ էիք ասում, բա ինչու եք ձեզ այտենց պահում։ Դեք միշտ ժողովուրդը միշտ վերցնում է օրինակ իր իշխանությունից որքան էլ դա զարմանալի չի։ Եվ հասարակ մարդը, երբ որ տեսնում է, որ իշխանավորը իրան տենց է պահում, վարչապետ լինի նա, թե լինի դա ուղղակի հասարակ պատգամավոր, լինի ընդդիմություն կամ դիմություն, նույն ձև նա իրան է թույլ տալի այդ վարքը։ Այսինքն, եթե էլիտա ասած իսկ էլիտան նա է, ում ձեռքը կա իշխանություն։ Երկու տեսակի էլիտա է ալնում, նա կարող է իշխանություն ունենալ եւ ազդել հասարակության կյանքի վրա, իշխանություն չունենալ մեծ հեղինակություն եւ ելի ազդել հասարակության կյանքին, հա։ Այդ երկրորդը մենք ցավոք այնքան էլ չունենք, ունենք ժամանակին, ունենք հենց թեկուս 80-ականներին ունենք Վիկտոր Ամբարձումյան, Սիլվա Կապուտիկյան, ունենք բանը Իգիցյան, հա, որ գնացին Մոսկվա, Գորբաչովի հետ հանդիպեցին, բան իրանք իշխանություն չունեին մեծ հաշվով, բայց բան էին տենց հեղինակություններ էին, ասենք, ոչ ոք չէր հիշում, նրանք դեպուտատ են թե ոչ, ամենայն դեպս հեղինակություններ են։ Հիմա այդպիսի հեղինակություններ չունենք, ցավոք ունենք իշխանություն, որը որ համարվում է էլիտա եւ հասարակ ժողովուրդը նայելով հերոսացույց, նայելով այդ ամեն ինչը կներեք օրինակ է վերցնում, այսինքն ոչ թե օրինակ է վերցնում, այլ ասում է, եթե Փաշինյանը կարա տենց անի, եթե Պողոսյանը կամ չգիտեմ ով տենց կարող է անել, ուրեմն իսկ ինչու՞ չէ, ես կարող եմ այդպես վարվել։ Գիտեք, դրանից հետո խոսել նրա մասին, որ մենք պետք է կրթություն զարգացնենք, որ մենք պետք է արվեստ հարգենք, որ մենք կարող ենք ունենալ որևէ պետական ինստիտուտ, որ կարող է աշխատել, դա ուղղակի ծիծաղելի է։ Ծիծաղելի է նաև
իշխանության վարկը, ես որ ասեմ իշխանություն, ես նկատի չունեմ միայն այն իշխանությունը, ով որ մեծամասնություն է պարլամենտում, հա, ինձ համար բոլորը ասենք ինչ որ մի գազանանոցի, մի ինչ որ տես մի տեղի բնակիչներ են, որոնք որ իրենք Օրվելի, ասենք, հերոսներից են, հա, Օրվելի, հա, նկատի ունեմ Animal Farm-ը։ Եթե, ասենք, ես չեմ ուզում, ասենք, մեկը մեկից զատեմ հիմա տվյալ դեպքում, որովհետև ինձ համար արդեն քանի գնաց երկուսն է, ասենք, սարսափելի զզվելի ինչ-որ մի երևույթ են և ուզում եմ խոսեմ ընդհանուր։ Բնականաբար իշխանության վրա այն որ իշխող ուժը ավելի շատ պատասխանատվություն է դրված, քան թե նրանք, ովքեր որ ընդդիմադիր են տվյալ դեպքում։ Գիտեք ինչ նա հետաքրքիր, որ այն պատասխանատվության զգացումը, որ ամբողջ աշխարհը քեզ նայում է տվյալ դեպքում, մենք բացարձակ չունենք։ Մենք որն է, այդ իշխանություն ասածը, այդ մարդիկ, ովքեր որ նստած են։ Ոչ նրանք, ովքեր որ կարողանում են հասցնեն, ասենք, սրանց այ կատվածահար լինել վիճակին, ոչ է սրանք, ովքեր որ այդ կուտը ուտում են և սկսում են գորգորալ, հայհոյել իրար բան անել, ասենք, և իրանց պահել բանի այդ սուխումի պիտոմնիկի նման, նայում ես ոնց որ լրիվ, ասենք, ինչ-որ մի հատ աբիզյանի կա, ասենք, ինչ-որ մարդիկ են, որոնք վզում են, գոռում են, ինչ-որ տես գորիլաների նման թափ են տալիս իրանց բռունցքները, հայհոյում են, պտում կին, տղամարդ, խառնած իրար, բան և այլ, և մտածում ես, որ դա հենց այն օղակն է, որ այսօր պիտի մտածեր երկրի պաշտպանության մասին, պիտի մտածեր, թե ասենք բանակի ռեֆորմների մասին, պիտի մտածեր կրթության ռեֆորմների մասին, մտածեր ոնց պիտի ապրեն մեր երեխաները, պիտի մտածեր ինչպես թոշակները բարձրացնել, ոնց անել, որ մարդիկ չարտագաղթեն, ոնց անեն, որ թոշակառուները իրենց նվաստացած չզգանեն 30,000 թոշակով բան եւ ոնց անեն, որ լուծեն մեր փախստականների խնդրը, Ղարաբաղի խնդրը, աղետյալ գոտի խնդիրները, ճանապարհ գցեն, այսինքն այնքան հարց կա, նստած մտածում ես, ասենք ոնց անեն, որ զարգացնեն ռազմարտությունաբերությունը, հա, ասենք, բանում, դուք գիտեք, որ Ուկրաինայում, երբ որ պատերազմը սկսվեց, ընդամենը 20 հատ դրոն արտադրող ինչ-որ հիմնարկ կար, հիմա 800 հատ են արդեն, հա, և Ուկրաինայի դրոնները այսօր աշխարհում լավագույն դրոններն են համարվում, վաղուց բայրակթարը արդեն տրենդ չի, հա, տրենդային չէ, և միլիոնը տենց հարցեր կա, որ ծառացած են մեր երկրի առջև, էլ չասեմ սփյուռքի հարցերը, իսկ սրանք, ասենք, դուրս են եկել և իրար տենց, ասենք, հայհոյելով, բանով, ասենք, թաղապետարանից բռնած, մինչև պարլամենտ ինչ-որ բոսյակների հավաքածու է, ինչ-որ խուժան մարդկանց, փողոցայինների, հանձինս, ասենք, վարչապետի, որոնք, որ պրոբլեմները տենց են լուծում, ասենք, գիտեք ինչն է հետաքրքիր, որ այնպես էլ աճ չեղավ, ասենք, միշտ մտածում էր, որ Փաշինյանը պետք է ընդդիմադիր պատգամավորից, որը որ կարող է իրան դա թույլ տալ մեկ-մեկ, լավ չի իհարկե, բայց կարող է թույլ տալ։ Պետք է դառնա վերջապես վարչապետ։ Եթե դու տենց, ասենք, արդեն վարչապետ է 7-րդ տարին, արդեն քանի տարի եղավ, նենց էլ չաճեց այդ մարդը, հասկանում եք։ Դա սարսափելի է։ Դա սարսափելի է, որովհետև համ ընդդիմությունը մնաց իր նույն ճեղքին ռաբիզ ինչ-որ տենց բաների, այդ բաների, հա, այդ դիրքերին, համ այս դիմություն ասածը, հա, այս մեկ ասում է, ինչ անի, ինչ պետք է անես, պետք է գաս թքես վրես, ինչ-որ բան ասում, երևի, հա, երևի ասում, հա, գամ կթքեմ, բան, այդ գիտեք ինչից է, այ որտեղ որ առաջի անգամ որ թքեց, պարոն Սիմոնյանը, պետք է երևի թե ինչ-որ տուժ ու տուգանք լներ, պետք է ինչ-որ մի բան, գիտեք, մարդկայնորեն կարելի է ամեն ինչ հասկանալ, մարդկայնորեն ես էլ կարող եմ ինչ-որ տես մի հատ բան թույլ տամ ինձ կամ ես ինչ անեմ, բայց ամեն ինչի համար պիտի պատասխան տաս, համ մարդկայնորեն արարքի համար, համ ոչ մարդկայնորեն, ասենք, եթե ես մարդկայնորեն կարող եմ ինձ արդարեցնել զուտ բարոյականից ելնելով, որ ես մարդ եմ սպանել, ասենք, հա, տենց է, դե տենց եղավ, այդ րոպեին էմոցիաներս չղեկավարեցի, տվեցի, սատկեց ինչ-որ մեկը, բայց միևնույն է, պատիժ պիտի լինի, հասկանում եք, միևնույնն է, այդ պատիժ ասածը պիտի մի ընդեղ կա, չէ ինչ-որ մի հատ
ինչու՞ մտած բան խումբ կա, բան ոնց էր կոչվում էթիկայի ինչ որ հանձնաժողով բան, որը որ ավել փող է ստանում, քան թե այն մնացածները հաստատ ու իմ փողերով, հա, ասենք զարմանում, ես ուղղակի զարմանում եմ դա ես չեմ կարողանում ուղեղից պես չի տեղանում ես սկրոլ արեցի ու նայեցի թե որը երկրներում են էլի տենց կռվում իրար այդ պարլամենտներում ուրեմն բերեց Բոլիվիա Վրաստան, Կիև եւ Կիևը հենց են պատերազմից առաջ այդ խմորումների ժամանակ Սերբիայում, Կոսովոյում ինչ որ տենց ինչ որ պարլամենտում ինչ որ մի բան եղավ, Հայաստան առաջ տեղում է ժողովուրդ ջան։ Դե հոկտեմբերի 27-ը թողենք են կողմ իհարկե։ Եվ դա հետևանքներն են թողենք են կողմ, չէ բացի այդ հոկտեմբերի 27-ը ինձ համար միշտ ասենք զավեշտալի է, ներեցեք իհարկե ցինիկ այսպեսի ցինիկ բանի մասին համար խոսքի համար, բայց ինչով է զավեշտալի, որ գիտեք մեզ մոտ միշտ տենց է, չէ, մարդ ինչքան վատ է աշխատում, այնքան առաջ է գնում, ասենք։ Հոկտեմբերի 27-ը եղավ եւ պաշտպանը ներքին գործերի նախարարը Սերժը թե բան էր, թե ԱԱՑ-ի պետ էր, չգիտեմ ինչ էր ասենք, բայց դառավ պրեզիդենտ, ասենք պրեզիդենտը բանը հենց նախագահան շատ նորմալ շարունակեց կառավարել, ոչ տուժ ու տուգան, ոչ մի բան, Նայիրի Հունանյանն է մեղավոր, բան, ասենք բռնեցին, հիմա մինչև մի նստածա ու չգիտեն թե ոնց եղավ, մի խոսքով։ Ու գիտեք, ես նայեցի նաև հին մեր կադրերը, որ դեռ հələ են 90-ականների պարլամենտներ, էլի նույն բոսյականոցն է։ Ալրաղացի լովիկը ինչ-որ լովիկ, ես քու լավը, ես քու սենցը, ես քու մեր ականջը քիթը բերանը, հետևը առաջը, քֆուր ընդեղին, ամոթա մի արեք, ամոթա բանոցը, արա ամոթ թքե մերեսներիդ, եթերա էտում, յոբ վաշու մատյարը եթերա էտում, արա, եթերա գնում դա, հասկանում եք, Հորա մենք ուղիղ երկրում այդ քիթ ենք փորում կամ ես ինչ պրոդյուսերը ելնում են վեկներս։ Չես ամաչում եթե եթերում է։ Դա մարդը սենց արեցի։ Մի հատ քիթս քաշում եմ, սաղ բան է, սաղ հետևորդը քիթդ քաշեցի։ Հորա դուք եթերում եք, արա ինչը ո՞ն համբալի մեկը, դա մի հատ է մեր քրվի։ Հա դուք մեղսուլակ եք вообще ինչեր եք անում։ Ախր հասկանում եք, որ ձեր վարկով դուք իմ ավտորիտետն եք գցում։ Ես արա, ես որպես մարդ, որպես քաղաքացի, որպես բան, ամաչում, արա, ոնց որ գիտեք ինչ, ոնց որ նարկոման ու ինչ որ պոռնիկ աղջիկ ունենամ։ Նարկոման տղա ու պոռնիկ աղջիկ։ Ու ոնց որ մի փչացած կնիկ ունենամ, չգիտեմ, մի որ տես գլուխդ պամես ես արա, վայ մամա ջան, արա, հեսա հարևանը գալու է ասի, որ սենց, որ տղեդ գողություն անե, որ աղջիկդ չգիտեմ ումիցա հղի, որ կնիկդ բան կնկատ բռնես շինել են ընդեսի, ինչ տենց իմացել են սաղ աշխարը, այդ տենց ամաչում եմ, հասկանում եք, այդ տենց, որովհետև դուք ինձ եք ներկայացնում, արա, ինձ արա, հասկանում եք, արա դուք դա թե չէ, դիմություն եք, ընդդիմություն եք, ինձ զարմար եք, արա դուք բոսյակ չեք, դուք խուժան եք, արա դուք արա, Արա գոնե այդ եթերը անջատեք իրար ինչ ուզում եք արեք, արա, ամոթ հա, հա մեկ է Թուրքիայում էր մի անգամ տենտ ինչ-որ գրիվ էտել տեսա, մի հատ Ադրբեջանում չտեսա, ու մակացեք դե ավտորիտար երկիր է, այնտեղ չի կարելի բան, նա վարախպետ չգիտեմ, նաղդի չտեսա, տեսեք չեմ խոսում, որ Փաշինյանը գնում է Մոսկվա, ինչ վատ է, գնում է Մոսկվա, բայց մեր զորքը չի գնում, եւ Փաշինյանը կանգնելու է, եւ Ադրբեջանի զորքը անցնի, բայց ինքը չես տա, ինչ այդ չի ամոթ է, էդի ամոթ ու ամոթ է, արա բոսյակ են սաղ, այդ ամոթ, ու այդ բոսյակները կգնան Մոսկվա, չեն գնա Մոսկվա, ինչ կապ ունի, դուք вообще ժողովուրդի ինչ կապ ունեք, ես չեմ կարող հասկանալ։ Ու գիտեք կարող է բան ստեղծի, տպավորություն ստեղծի, որ ժողովուրդը ափսոսել է, որ բանա Սերժ Սարգսյանին մերժել է, որ չիմա ուզում են, որ Սերժը գա, ոչ, ժողովուրդը չի ափսոսել, որ Սերժ Սարգսյանն ու բոլորի ձեզ մերժել է, չի ափսոսել է, որ սրան է անտրե, այդ դա ուրիշ հարց, որտեղ ուրիշ ալտերնատիվ չկար, ուղղակի, հենց էին չորացրել հայոց արգանդը,
որ սրան ընտրեցին։ Հիմա տեսնում ենք այն ինչ որ կա։ Եկեք ինչն է հետարքիր։ Այդ ընդդիմություն ասացին, հենց Փաշինյանը մեծացրեց, աճեցրեց, պարարտացրեց, բոլոր դինոզավրներին բերեց դաշտ, լողացրեց, բան արեց, բրենդ հագցրեց սաղին, բան դարձրեց, բան, քաղաքական գործիչ, ու հիմա ասում համբալի մեկը, յա լավ է։ Էլի վերադարձանք են ամենասկզբին, անցյալ եթերի էլի բանի մեսիջին, հա, եթե ամենասկզբից 18 թվին, ամեն ինչ դրվեր իր տեղը, եւ ես երբեք չեմ ասել, որ սաղին գնդակարեն, ոչ, ուղղակի որոշ մարդիկ կան, որոնց որ պետք է արգելվեց զբաղվել քաղաքականությամբ։ Եվ նորմալ խումբ հավաքեր, ասենք վարչապետը կարող է պատահի մի բան լներ, ժամանակավոր լներ, հետո մինչև սիրուն գնայիք, ինչու մի պրոֆեսիոնալ խումբ գար կամ էսի, ինչ աներվանիտ ու համենայն դեպս մտածող մարդիկ, ովքեր որ հեղափոխությունը բան արեցին, սատարեցին հեղափոխությանը, էդ էին մտածում, ոչ ոք չէր մտածում, որ բուլատի ատամներով թել ուս ինչ-որ մի հատ մարդ, այդ պսենք ժամանակին ընդդիմադիր պատգամավոր պետք է գա, ու սենց քաքի մեջ է սաղ, օրու մեջ պարլամենտում բոսյականոց, ոնց որ բան լնի, պսենք ես բանում եմ, այգեձոր եմ մեծացել, սա օրը կոնդի խուժանների հետ կռիվ էին կանում, սա օրը, կոնդ, կոզերբան, տենց պանյատք է կողման հետ է կարա, հլը մի բան է, որ չի ասում, որ բանը կրթությունը նորաձև է, հեծանիվ ենք մենք քշում, ոչ, ես ժամանակին, որ հեծանիվ էի քշում, այդ ձեր նման բոսյակները հետևիցս քար էին գցում, դեր հեծանիվ ենք քշում են, դոձիկա, ես որ երկար մազեր ունեի ու ջինս էի ակում, ձեր նման բոսյակները խնդում էին վրես, ասում են ապրնդին է պիժոնա ջինսը ակ է, որով իրանք ջինս չունեին, ես որ ժամանակին Purple էի լսում, կամ չգիտեմ hard rock էի լսում, չգիտեմ բան էի լսում, ինչ-որ մի խոսքով նորմալ երաժշտություն էի լսում, այդ ձեր նման բոսյակները խնդում էին վրես, արա, հիմա դուք եկել եք իշխանության, ու ասում եք, որ կրթությունը նորաձև է, ասացեք խնդրեմ, դուրջ եք ասում, էտա ձեր կրթությունը, հեն անգամ մի 20 տարի առաջ անցնում էի այգեձորով, մի խոսքով, մեր հին խուժաններից, այսպես ասած, որ ձորում իշնում ծխում էինք, բան էինք անում, տենց կռիվ էինք անում իրար հետ, շորցիկները հակած, փորը սենց կցած ձվերին մեքենան էլ լվում հայատում վեդրոյով, ասեցի արա, ժամանակին ես որ 20 տարեկան ասակում կամ 18 տարեկան շորցիկ էի հակնում, խնդում էիք վրես, բայց ոնց որ մի դες փորդ կցել ես սենց բաներիդ, ու տենց մետի ամոտ չի, դլավ սերոժան բան է եղել, չէ բան չի եղել, մարդ եք դարը, յոբ վշումած, մարդ եք դարը, այս տղեկին ժամանակին ասում եք, արա, ինչ է սովեր է, ու հիմա եկել եք իշխանության, դուք էլ դիմադիրներ, սաղըտ բոսյակ եք, սաղըտ, արա, սաղըտ եք բոսյակ է, ու ես շնա է տարկիր, ձիրելի, հետևորդ, ես գիտեմ, որ մեջները կրտված նորմալ մարդիկ կան, համ նրանց, գոնե դուք ձեն հանեք, արա, հելեք ասեք ամոթը, մի անեք, թևից բրնի, բրներ թևից, ձեր ընկերների հարգելի գործընկերներ, բրնեք թևերից, կամ եթեր մի տվեք, ես չեմ ուզում, որ վաղը մի, չեմ ուզում, որ նա, սենց թե, արա հիմա ջոգում ես, հիմա պտի գնաս Մոսկվա, այդ անասունների հետ կանգնես բան, այդ տրիբունային, ոչ զորք ես տանում, ոչ բան ես անում, ու կիսած պրատ, էլի, ոչ ենա, գիտես ինչ, ոնց որ կիսած պրատ հղի եք, էլի ասենք, չգնայր քեզ ով է ինչ ասում, չգնայր,
Կամ եթե գնացել ես զորքը տար, խիչ ես տանում օրինակ։ Էդ էլ է, ես դա չեմ հասկանում, օրինակ Ադրբեջանի պետք է հիմա զորքը անցնի, դու կանգնես բանին, հա, Լենինի այդ դամբարանի գլխին, այդ անասունների հետ պետք է կանգնես, չէ՞։ Ու ես պետք է լավ զգամ, ու սա պետք է ասեն, հələ այս դեբիլները, որ երեք գորվել համբալ, ջոգում ես, որ իրաց պարլամենտում դες բան չկա։ Դու կարող ես կա, չգիտեմ, սքրոլ արեցի չկա, ոչ Qırğızstani, ոչ Տաջիկստանի, Ռուսաստանը կա դե բոսյակեր գիրա մեզից բետար, ու Կիևում կա ու կա, ասեն Կիևն դե չի կայնի, Վրաստանում կա, չգիտեմ Վրաստանը կեթա թե չի, մնացածները չէ, սա բոլոր նորմալ, հրաշված, սիրուն, ախպեր կկայնեն, իրանց զորքը կանցնի, մերներ սենց կկայնի սենց մանդեց, որ գատ, արա ինչ, վայ մամա ջան, Բա լավ չի ասում, սաղս մի հատ բան, մի հատ լիրբ կին ունենայինք, բոզ աղջիկ ունենայինք, նարկաման տղա ունենայինք, բայց ձեզ չունենայինք։ Լավ կլներ, էլի գոնե կասես աղբեր, դե ես պատասխանատու չեմ, դե ինչ ասեմ, դե հիմա տենց է երեխեն եղե։ Բայց ժողովուրդը քեզ ընտրել է, ժողովուրդը ձեզ ընտրել է, ձեզ այս ժողովուրդը ընտրել է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան, այդ իրեք բոսյակներին ընտրել է ու ձեր բոսյակ խմբերը հիմա իրար հետ կռիվ են անում, արա պարլամենտում, արա։ Ու ես ամաչում եմ։ Յախ կարա։ Ոնց եմ արա իսկականից արա, ոնց եմ հոգնել, ոնց եմ զզում, ամենակամ ուզում եմ մի լավ բան ասեմ, բան։ Ասեմ ժողովուրդ ջան, լավ բան, չեմ տան, չի ստացվում։ Չի ստացվում։ Չգիտեմ ժողովուրդ ջան, տարածեք ես եթերը, գրանցվեք ալիքից, գրանցվեք, նայից պետք է, շուտով կգամ Հայաստան, կխաղամ, ընդեղ էլ կխաղամ, իսկ հիմա ամսի 18-ին ստեղ եմ խաղալու, համեցեք, Grand Stage-ից, մի կետից տոմսերը առեք, եկեք, մի քիչ կխոսենք իրար հետ, մի բաժակ բան կխմենք, որ ծերության որոշել եմ ջազ երգել, պրոֆեսիոնալ խումբ եմ հավաքել, շատ լավ, ասենք, երաժիշտներ են և ես կարծում լավ կանցնի այդ երեկոն, ասամ մի քիչ տրամադրություն ունենանք էլի երեկո անցկացնելու։